84 թվականից բնակվում ենք 88 երկրաշարժն եղել է 88-ից տեսա շենքին տիրուտի եկանանոց չկա լույսը վառվում մեր ուժերն բնակչության ուժն ամեն ինչ էլի բնակչությունն է հոգը ոչ քաղաքապետն է ոչ մարզպետն է ոչ բնակբաժինը ոչ մեկ էլ շենքին տիրություն չէ մենք մեր ուժերով վթարային շենքը համարում բայց չկա շենք չկա գոյություն չունի բայց շենքը ապրում ենք պատվար գազապաստանն այ կեղտը լիքը ամբողջ կանալիզացիան ներկա վերև մեզ 7-ից վերև քանված ծառաճը լիֆտը կեղտի միջին գնամա կռեսա շենքի միջին հաղատալի ինչ են անում ոչ բան չեն անում 37 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տարիներն անցնում են հետևանքները ոչ Վանաձորի Գրիբոյեդովի 6 շենքը վթարային է բնակիչները անորոշ սպասման ու ահ ու դողի մեջ Մենք կոմիսիա ենք պահանջում, ոչ թե բերի ստատիսպանառիկով նայեն, գրեն, որ քանմանա կամել էսա կամել են։ Մեզ տենց մարդ պետք չի։ Մեզ պետք է խելքը գլխին, ճարտարապետությունից, սեյսմիկայանից մարդիկ ուղարկեն, ոնց որ պետք է նայեն։ Նայելուց հետո քանմանա, թող քանդեն հենց տեղում, մեզ բնակարան տան։ Ես ուրիշ տեղ չեմ գնա, իրանց փոխհատուցումը մեզ պետք չի։ Մի քանի անգամ գնացել եկել են Որոշ մարդիկ դրսից են նայել, որոշ մարդիկ նկուղը վերև են բարձացել լավ ուսումնասիրել, բայց դրանից հետո ոչ մի բան չենք տեսել, ինչի եկան, ինչի գնացին։ Բայց այս քանի օրը գնացինք մարզպետի մոտ, շատ գոհ վերադարձանք, ընթացքի մեջ նա մեզ կպատասխանի, թե վերանորոգմանա, թե քանդմանա, թե ինչ կորոշի Փոխհատուցման տարբերակը բնակիչների համար անընդունելի է։ Ասել մեր մեծերին մի փեշ փող տամ գնամելի քանդված առնեմ, քանդվածը վերանորոգեն, մարդկանց տեղավորեն։ Կբեր 5-6 միլիոն կտակ, ասյան գնա 5-6 միլիոնով տուն կառնի։ Տունը 20-30 միլիոն փող է։ Դու որտեղ դես առնի։ Բազումի բոլոր բնակարանները, շենքերը լրիվ վթարային կարգավիճակի մեջին է։ Այդ ինչքան փող է հատալու, որ ես գնամ, այս վթարայինից դուրս գամ, իմ շենքը եթե քանդի, գնամ այն վթարայինները տուն առնեմ ապրեմ։ Ինձ պետք է չի, թող եթե քանդմանա, թող քանդի այս շենքը, բոլորին վարձով բնակարաններով ապահովի, 2 տարի կսարքի, ինչ կանի, մեր շենքի տեղը մեզ տուն տան, մենք էլ ապրենք, բավական է։ Շենքի բնակիչների խոսքով տարիներ շարունակ ասվել է, որ շենքը վերանորոգման եւ ամրացման ենթակա է։ Վերջերս հայտարարվել է, որ շենքը քանդման ենթակա է, ինչը սակայն հերկվել է։ 37 տարի նույն ձևով ասին վերանորոգմանա, բայց նոր ասում են, որ պետք է քանդվի։ Այդ հանկարծակի եկանք։ Տարիներ սպասեց, որ պետք է վերանորոգեն ու հանկարծ քանդման, չգիտեմ։ 20 օր առաջ միլիցիայից եկան, ասին շենքը քանդմանա, դուրս պետք է գաք։ Դրանից հետո դիմեցին մարզպետին, մարզպետն ասավ, թենց բան չկա։ Պաշտոնական կգան ձեզ կասեն դուրս եկեք, կամ շենքը քանդմանա, ձեզ փոխհատուցում կտան, կամ էլ եթե վթարային է, վարձով բնակարաններ կհատկացնեն։ 81 բնակարան ունեցող շենքում բնակվում է մոտ 20 ընտանիք։ Անտեսված է ոչ միայն շենքը, այլև թաղամասը, ասում են նրանք։ Մարդիկ հլը դոմիկները մեն ապրում, ռիսկ չեն անում գան իրանց տներում ապրեն, որն էլ քանդվել է գան, այս պայմաններում թոշակառու են մեծ մասը հնարավոր է, թոշակառուն, որ այս քանդված շենքը սարքի, այս պայմանները ոչ մի տեղ չկա, ինչի համար, ինչով ենք մեղավոր, որ բազումում ենք ապրում։ Մեր այս փողոցները խայտառակություններ, փողոցները քայլը մեզ վեր է սննում, լուսավորություն գոյություն չունի այս բազում թաղամասը, բացարձակ, սա ոնց որ անտերության մատնված թաղամասեղնի, գյուղերս գնում հիանում ես։ Երիտասարդ էին, երբ երկրաշարժի հետևանքով ծառացավ խնդիրը, արդեն թոշակառուներ են, սակայն խնդիրը և այն լուծելու հույսը դեռ կա։ Թող պետությունը մի լուրջ բան մտածի, մի քիչ ժողովրդի կողմից մտածի, մենակ իրանց բյուջեի հաշվին չմտածեն։ Մի բան անեն։ 37 տարի մի մարդու կյանքը հեշտ չի։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։